Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ, այսօր մայիսի 29 է, մենք շարունակում ենք մեր աշխատանքը, տեսնում եք ինչ բուռն զարգացումներ են գնում Հայաստանում, ներսում և Հայաստանի շուրջ, իրոք մեր երկրի կարևորությունը ակնհայտ երևում է, մի քանի օր առաջ Հայաստանում էր Մարկո Ռուբիոն, Միացյալ Նահանգների պետքարտուղարը, լրջագույն փաստաթղթեր ստորագրեց ինքը Առատ Միրզոյանի հետ, մեր արտգործնախարարի հետ։ Անցավ մի քանի օր, երեկ Դոնալդ Տրամպը, Միացյալ Նահանգների նախագահան, ամենահզոր մեր երկրագնդի պետության նախագահան ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանին։ Ինչ էր այդ ուղերձում, ովքեր են ռեալ հասցեատերեր այդ ուղերձի, անպայման ես այսօր ձեզ կներկայացնեմ, լրջագույն, քայլ Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի նկատմամբ ու պետք է ամբողջությամբ հասկանանք լրջությունն այդ քայլի։ Ռուսաստանը շարունակում է սանկցիոն քաղաքականություն այն ապրանքների նկատմամբ, որոնք արտադրվում են Հայաստանում, դրա մասին կխոսենք մի շարք հայտարարությունների մասին Ռուսաստանի պաշտոնյաների կողմից արված այս վերջի 2 օրը անպայման կխոսենք, բայց ես պետք է ասեմ, որ կա մեկ հարց, որը հասցրեց հայտնի Մարիա Զախարովային շոկի մեջ էր Մարիա Զախարովան, երբ որ պատասխանում էր մեկ հարցին կապված ռուսաստանյան դիտորդների հետ։ Այդ ռուսաստանյան դիտորդներին, մի շարք դիտորդներին Հայաստանը չի գրանցել։ Մերժելա գրանցումը, որ իրանք մասնակցեն հունիսի 7-ի ընտրությունների դիտարկմանը։ Շոկի մեջ էր Մարիա Զախարովան, այս թեմայից էլ կխոսենք։ Հիմա միջև սկիզբը այսօրվա մեր աշխատանքի, ես պետք է խնդրեմ ձեզ բաժանորդագրվել, կիսվել, լայքել և աջակցել մեր YouTube-յան ալիքի։ Դուք զգում եք, տեսնում եք ինչքան կարևոր աշխատանք ենք մենք կատարում։ Եվ սփյուռքայության համար, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Այս ինֆորմացիոն պատերազմի ժամանակ անչափ կարևոր է ստանալ օբյեկտիվ բազմակողմանի ստուգված ինֆորմացիա։ Ուրեմն սկսում ենք մեր աշխատանքը, ես պետք է ասեմ, որ բոլորդ համոզված եմ, որ տեսել եք այն հանդիսավոր զորահանդեսը, որը անցավ Հանրապետության հրապարակում երեկ։ Դա կապված էր Հանրապետության օրվա հետ։ Մենք ունենք անկախ պետություն, մենք գնում ենք առաջ ու իշխանությունները համարեցին ճիշտ անցկացնել զորահանդես։ Ցույց տալ այն աշխատանքը, որը կատարվեց վերջի 4-5 տարվա մեջ, մեր պաշտպանությունը ուժեղացնելու համար, մեր բանակի սպառազինությունների հետ կապված ցույց տալ, ինչ ունի մեր բանակը։ Ճիշտ ասեմ, ես եղել եմ Հանրապետության հրապարակում, տեսել եմ այս զորահանդեսը, տպավորիչ էր, չեմ ուզում թաքցնել, ու իմ կարծիքով ճիշտ որոշում կատարեց կառավարությունը անցկացնել այս հանդիսավոր զորահանդեսը։ Մեր մարդիկ, որ իմանան, որ գնում է լուրջ աշխատանք, լուրջ զենքի տեսակներ մենք ձեռք բերեցինք, բայց ինչի համար, պաշտպանելու համար հայրենիքը։ Նիկոլ Փաշինյանը պարզ ելույթ ունեցավ, ինքը նշեց, որ 7 երկրներից սպառազինություն ենք մենք ձեռք բերել վերջի տարիները, նու պարզ այդ երկրների մեջ մտնում են, պարզ է, Ֆրանսիան, Հնդկաստանը, աթեստների հարցով այլ երկրների հետ մենք նաև աշխատում ենք, օրինակ նույն Չինաստանի հետ,
Բայց ինքը նշեց, որ գլխավոր նպատակը բանակի դա պաշտպանելն է Հայաստանը, Հայաստանի սահմանները։ Երկրորդը ինքը նշեց, որ բանակը չի կարող օգտագործվել երկրից դուրս, բացառությամբ խաղաղության նպատակներով խնդիրների, եթե առաջանում են, դուք գիտեք, Հայաստանը մասնակցում է եւ ՄԱԿ-ի մակարդակով եւ այլ ֆորմատներում խաղաղապահների աշխատանքներին։ Ու Նիկոլ Փաշինյանը նաև ասեց մեկ միտք, ինքը ասեց, որ ժամանակավոր պետության այդ գաղափարախոսությունից մենք պետք է կամաց-կամաց ազատվենք։ Նորից կրկնում եմ, շատ կարևոր է, որ մեր հասարակությունը տեսնում է, որ մեր բանակը վերականգնվում է, մեր բանակը խելքի է գալիս, մենք այն պատերազմից 2020 թվականի պատերազմի հետևանքների շոկից կամաց-կամաց դուրս են գալիս։ Հիմա սկսում ենք նրանից, ինչ ասում է Ռուսաստանը։ Ռուսաստանի Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ մտցրեց, նաև այդ թվում մեր մոտ Հայաստանում արտադրված եւ Ռուսաստան ներմուծվող բանջարեղենի եւ մրգերի վրա։ Ամսի 30-ից վաղվանից այդ սահմանափակումները ուժի մեջ կմտնեն։ Այլ սահմանափակումների մասին մեր կոնյակի, գինիների, ջերմուկ հանքային ջրի եւ այլ ապրանքների, ծաղիկների այն սահմանափակումների մասին մենք խոսացել ենք, չեմ կրկնի, այս սահմանափակումները Ռուսաստանի կողմից մտցված են նոր։ Էկոնոմիկայի նախարարը Ռուսաստանի ասեց, որ մենք ուղարկեցինք նամակ վերանայելու համար գազի պայմանագիրը Հայաստանի հետ, որը ստորագրվեց դեռ 2013 թվականին, ու դեռ Հայաստանի արտգործնախարարությունից պատասխան չենք ստացել, զարմանալի է, ինչու մեր արտգործնախարարությունը ֆիքսեց, ուղղակի 3 չառաջորը ֆիքսեց, որ նոր ստացանք այդ նամակը, որ Ռուսաստանը ասում է, որ ու էներգետիկայի նախարարը ասում է, որ եթե Հայաստանը գնա դեպի եվրոյի ինտեգրացիա, Ռուսաստանը փակի միակողմանի դուրս կգա այն պայմանագրից, որի համաձայն մեզ գազ է տալիս, մեզ նավթամթերքներ է տալիս։ Այդ սպառնալիքի մասին մենք խոսացել ենք, բայց շատ զարմանալի է, մի օր անց իրանք պահանջում են պատասխան Հայաստանից։ Ավելին Ռոսսելխոզնադզորը այս պետական ինստիտուտը Ռուսաստանի, որը ավելի շատ օգտագործում են որպես քաղաքական ինստրումենտ ճնշելու մեզ, այլ ոչ թե որպես իրոք ֆիտոսանիտարական ստանդարտներին համապատասխանեցնելու ինստիտուտ, այս Ռոսսելխոզնադզորը դատողություններ է անում։ Երեք իրանք արեցին հայտարարություններ, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության մեջ չկան կոմպետենտ մարդիկ, չեն կարող կոմպետենտ աշխատել, դա է պատճառը, որ Հայաստանից ներմուծվող Ռուսաստան ապրանքները չեն համապատասխանում ստանդարտներին, ֆիտոսանիտարական ստանդարտներին։ Այ ասում են նախկինում կար գյուղատնտեսության նախարարություն Հայաստանի, այնքը լավ էր աշխատում, այս սրանք վատ են աշխատում։ Դες ստանձնում են իրանց իրավունք դատողություններ անել մեր պետական ինստիտուտների մասին։ Յուրի Ուշակովը օգնականը Պուտինի նորից ելույթ ունեցավ ու ինքը ասեց, որ անպայման ԵԱՏՄ-ի գագաթնաժողովում կքննարկվի Հայաստանի կարգավիճակի հարցը ԵԱՏՄ-ում։ Դուք գիտեք, ԵԱՏՄ-ի գագաթնաժողովը այսօր է, երեկվանից սկսվեցին աշխատանքները, այնտեղ մեծ ֆորում է անցնում, ԵԱՏՄ-ի շրջանակներում մեծ տնտեսական ֆորում երեք սկսեց աշխատանքը,
Այսօր կլինի այդ գագաթնաժողովի նիստը ու Ուշակովը ասում է անպայման այս կամ այն ձևով կքննարկվի Հայաստանի հարցը։ Մինչդեռ դուք գիտեք ԵԱՏՄ-ում կոնսենսուսով են որոշվում հարցերը, օրակարգ չէ մտե հարց կապված Հայաստանի անդամակցության հարցը ԵԱՏՄ-ում։ Մենք անդամ ենք ԵԱՏՄ-ի։ Բայց Ուշակովը այդ մեսիջը ուղարկեց անպայման ինչ որ ձևաչափերով անպայման դա կքննարկվի։ Նայենք ինչ մենք ստանանք այսօր այդ թեմայից անպայման կխոսենք, բայց այսօր ես չեմ ուզում այս թեմային անդրադառնալ, քանի որ ավելի շատ ու շատ կարևոր հարց կա Դոնալդ Թրամփի ուղերձը Նիկոլ Փաշինյանին եւ հայ ժողովրդին։ Բայց այնուամենայնիվ ավարտեմ Ռուսաստանի արձագանքները վերջի 2 օրվա հետ կապված, որ մենք պատկերացնենք ինչ է ասում Ռուսաստանը, ինչ է ուզում, ինչ քայլեր է անում։ Սերգեյ Շոյգուն, ճանաչված մեր կողմից Սերգեյ Շոյգուն, հիշում եք, երբ որ 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո, որ ինքը հայտարարեց, որ Թուրքիայի հետ իրենք համատեղ օպերացիան անցկացրեցին Ղարաբաղի հայերի դեմ։ Թշնամի է հայ ժողովրդի այս մարդը, ու ինքը ինչ է ասում, որ Հայաստանը եւ ԱՄՆ-ն այդ որ Մարկո Ռուբիոն եկավ Հայաստան, ստորագրեց Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության պայմանագիրը, այդ ավելի շատ նախընտրական քայլեր, նախընտրական աջակցություններ իշխանություններին Հայաստանի, այլ ոչ թե բովանդակալից փաստաթուղթ։ Սխալվում է պարոն Շոյգուն, պետք է իրան հիասթափեցնեմ, ես նայել եմ այս փաստաթուղթը, մեծ ծավալուն փաստաթուղթ է, շատ լուրջ այնտեղ կետեր կան, շատ լուրջ համատեղ շահեր ներկայացնող ոլորտներ կան, ուրեմն Մարկո Ռուբիոյի այցելությունը կարճաժամկետ էր, բայց շատ օգտակար մեզ համար ու լրջագույն փաստաթուղթ ստորագրվեց։ Ես կարծում եմ ուղղակի Շոյգուին չեն ներկայացրել այդ փաստաթուղթը։ Չէ կարդացել ինքը այդ փաստաթուղթը։ Օդակարակում։ Մարիա Զախարովան նորից երեք խոսեց ու ասեց, որ այ խոսքը ու գործը Հայաստանի կառավարության մոտ չեն համընկնում։ Մի կողմից Հայաստանի կառավարությունը ասում է, որ Հայաստանը ոչ մի քայլեր չի անում Ռուսաստանի դեմ, Հայաստանը համագործակցում է այլ խաղացողների հետ, բայց քայլ չի անի Ռուսաստանի դեմ, ասում է, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ Արևմուտքը լավ էլ Հայաստանի հետ աշխատում է ու հակառուսաստանյան, հակառուսական տրամադրություն ձևավորում է Հայաստանում ու ինքը օրինակ է բերում, օրինակ ինքը ասում է հիմա Հայաստանը հիբրիդային պատերազմից պաշտպանվելու քայլեր է անում հենց Արևմուտքի հետ միասին։ Ինքը փաստորեն խոստովանում է Մարիա Զախարովան, որ Ռուսաստանը անում է քայլեր Հայաստանի դեմ ու Արևմուտքը օգնում է Հայաստանին պաշտպանվել ու դրա հետ կապված ինքը դժգոհություն է արտահայտում։ Բայց գլխավորը դա հարցը չի, գլխավոր հարցը այսօրվա նա է, որ Մարիա Զախարովան շոկի մեջ է։ Ինչու Մարիա Զախարովան շոկի մեջ է։ Դուք գիտեք, այս ընտրությունները ազգային ժողովի, որոնք պետք է անցնեն հունիսի 7-ին, քիչ մնաց, 7 օր մնաց, այս ընտրություններին նաև դիտորդական առաքելություն ուղարկեցին Եվրոխորհրդից, Եվրոխորհրդի պարլամենտական դեհաժողովից, ԵԱՀԿ-ից, Եվրոմիությունից, նաև ԱՊ երկրների կառույցներից ու այնտեղ կան նաև ռուս դիտորդներ։ Հիմա ստացվեց այդպես, որ Հայաստանը մերժեց գրանցումը որպես դիտորդ մի շարք ռուսաստանյան պետդումայի պատգամավորներին, ինչքան հասկացա 3 հոգի են եւ մի շարք այլ ռուս փորձագետների։ Ուրեմն Մարիա Զախարովան շոկի մեջ էր դրա պատճառով, որ մի շարք Ռուսաստանի նաև այդ թվում պատգամավորներին մերժեցին ակրեդիտացիա ստանալ դիտորդական առաքելություն կատարելու հունիսի 7-ին մեր ընտրությունների ժամանակ։
ու Մարիա Զախարովան ասում է այդ քայլը ոչ բարիտրացիական քայլ է Հայաստանի կողմից, Մոսկվան հաշվի կառնի, սպառնում է ինքը հաշվի կառնի այդ փաստը մեր հարաբերություններում, հետո մենք կպատասխանենք այդ բացասական փաստին, ինքը ասում է, ու ինքը ասում է կարող է դա արվում է, քանի որ այդ մարդիկ կարող է Եվրոմիության սանկցիոն ցուցակների մեջ են, պատժամիջոցների ցուցակի մեջ են։ Ես իմիջիալ ձեզ ասեմ, դա չեմ բացառում, բայց իմ կարծիքով պատճառը այլ է։ Այս մարդիկ մեզ հետ կապված ինչ որ հայտարարություններ են արել միջ այդ, ու դա է պատճառը, որ դա մտահոգեց մեր կառավարությունը, ու մեր կառավարությունը չի համարում ճիշտ այդ մարդկանց մի քանի Ռուսաստանի Պետդումայի падգամավորներին չի համարում ճիշտ տալ ակրեդիտացիա, մասնակցելու իրավունքը դիտորդական առաքելություն իրականացնել հունիսի 7-ին։ Ուրեմն մեր պատգամավորները ունեն այդ մարդկանց հետ բացասական ինֆորմացիա։ Ես ողջունում եմ, որ մեր պատգամավորները սկսեցին օգտագործել սանկցիոն քայլերը, պատժամիջոցները, նաև Ռուսաստանի քաղաքական գործիչների նկատմամբ, հասարակական գործիչների նկատմամբ, որոնք իրենց հայտարարություններով, մոտեցումներով վնասում են մեր անվտանգությանը։ Շատ դրական քայլ է, բայց Մարիա Զախարովան դուք չեք պատկերացնում ինչ վիճակի մեջ էր, երբ որ պատասխանում էր այս ձևի հարցերին, իր բրիֆինգում անցկացված իր կողմից 3։ Հիմա գլխավոր հարցին անդրադառնում ենք։ Դոնալդ Տրամփ, Միացյալ Նահանգների նախագահան, սոցցանցերում գրառում արեց Հայաստանի վերաբերյալ, ուղարկեց ուղերձ Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի վարչապետին։ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Դոնալդ Տրամփին նամակին, ինքը ասեց, որ նախագահ Դոնալդ Տրամփին շնորհակալ եմ բարձր գնահատականի իմ աշխատանքի եւ բարեկամական խոսքերի համար։ Որն են այդ բարձր գնահատականները Դոնալդ Տրամփի եւ բարեկամական խոսքերը Նիկոլ Փաշինյանին ուղղված։ Դոնալդ Տրամփը սոցցանցերում իր էջում գրեց. Նիկոլը իմ մեծ ընկերն է եւ մեծ առաջնորդ է։ Իր երկիրը դարձնում է ուժեղ, բարգավաճ եւ շատ անվտանգ։ Նիկոլը լիովին կիսում է իմ խաղաղություն եւ բարգավաճում հեհեի ամբողջ հարավային Կովկասի տարածաշրջանի համար տեսլականը։ Դա շատ կարևոր գնահատականներ են Նիկոլ Փաշինյանին ուղղված, որ Նիկոլ Փաշինյանը եւ առաջնորդ է լուրջ, որը ուզում է զարգացնել Հայաստանը, ուժեղացնել Հայաստանը, եւ որ Նիկոլ Փաշինյանը ընկերն է Դոնալդ Տրամփի ու կիսում է իր տեսլականը, իր մոտեցումները կապված խաղաղության հետ հարավային Կովկասում։ Պարզ է Դոնալդ Տրամփը իր նամակում գրեց Մարկո Ռուբիոյի ցելության մասին, գրեց Թրամփ ուղի ծրագրի մասին ու վերջի մասում նորից անդրադարձավ Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ ունի իմ լիակատար եւ անվերապահ աջակցությունը 2026-ի հունիսի 7-ին վերընտրվելու համար։ Դուս բացի այդ Դոնալդ Տրամփը ասում է, որ ինքը կողմնակից է, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։ Ու ինքը ասում է անվերապահ աջակցություն տալիս են Նիկոլ Փաշինյանին այս վերընտրվելու համար։ Դոնալդ Տրամփը նաև ասաց, որ Նիկոլի օգնությամբ մենք կբարձրացնենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը, Կենտրոնական Ասիան աննախադեպ բարձունքների։ Դարձնենք ՀՀ-ն կրկին մեծ։ Դուք գիտեք, ինքը այդ բառերը օգտագործում է նաև այլ երկրների նկատմամբ, ում համարում է դաշնակից երկրներ, մոտ երկրներ։ Փայլուն նամակ է, շատ ջերմ, աջակցություն բաց Նիկոլ Փաշինյանին, աջակցություն վարած կառավարության կողմից Հայաստանի արտաքին քաղաքականությանը, նաև խաղաղության այդ օրակարգին մեծ իրադարձություն է դա։ Եթե լուրջ մտածենք, նախկինում
Չգիտեմ 10 տարի առաջ, 20 տարի առաջ ընդհանրապես ես համոզված չեմ, որ Միացյալ Նահանգների նախագահները ցանկություն կհայտնեին այն իշխանությունների նկատմամբ ցուցաբերել ինչ որ ջերմություն կամ աջակցություն Հայաստանի շահերի ծբխող։ Ստեղ Դոնալդ Տրամպը ցույց է տալիս։ Դա նշանակում է, որ կառավարությունը կարողանում է աշխատել աշխարհի հետ, աշխատել արևմուտքի հետ, այլ երկրների հետ, դա դրական է։ Բայց ես ուզում եմ հատուկ նշել այ գլխավոր հասցեատերերը Դոնալդ Տրամպի հայտարարության ովքեր են։ Ես պնդում եմ կարևորագույն, միգուցե գլխավոր հասցեատերը այս նամակի Դոնալդ Տրամպի, բացի Նիկոլ Փաշինյանից հենց հայ ժողովուրդն է։ Դոնալդ Տրամպը ասում է հայ ժողովրդին, որ ես Նիկոլ Փաշինյանի հետ միասին կդարձնեն ուժեղ Հայաստանը։ Ինքը իր կարծիքը մեր ընտրությունների հետ կապված, Նիկոլ Փաշինյանի վերընտրման հետ կապված դրական մեսիջը ուղարկում։ Բայց ոչ միայն ուղղված է այդ մեսիջը մեր ժողովրդին եւ Նիկոլ Փաշինյանին անձամբ։ Դա նաեւ ցույց է տալիս, որ Դոնալդ Տրամպի համար Հարավային Կովկասը, Կենտրոնական Ասիան, այս կոմունիկացիաները, ճանապարհները հնարավոր, որոնք կբացվեն թրիփ ծրագրերը առաջնահերթություններ են։ Դոնալդ Տրամպը ասում է, այո, ես հիմա զբաղված եմ Իրանով, այլ հարցերով, գլոբալ եւ այլ, բայց այս ծրագիրը կարևորագույն ծրագրերից մեկն է։ Լավ նորություն է մեզ համար։ Պարզ է, Ադրբեջանը հասկանում է ինչ է դա նշանակում։ Ադրբեջանը պարզ է, որ հետ չի կանգնի այն պարտավորություններից, որը վերցրեց այդ ծրագրի շրջանակներով, էտել հիշում եք 2 օր առաջ, երբ որ Դոնալդ Տրամպը շնորհավորեց Ադրբեջանի անկախության օրը, ինքը հատուկ նշեց ու այդ տեքստում մեծ մասը հենց խաղաղության ծրագրի հետ կապված էր Դոնալդ Տրամպի հայտարարության մեջ։ Ու մյուս երրորդ նպատակը այդ մեսիջի Դոնալդ Տրամպի գրառման հետ կապված այդ գրառումը ուղերձը Նիկոլ Փաշինյան երրորդ մեսիջ ուներ։ Պարզ է ամերիկացիք ուշադիր հետևում են, տեսնում են այս ակնհայտ ճնշումը քաղաքական, սանկցիոն, տնտեսական, էներգետիկ ճնշումը Հայաստանի վրա, որը գործադրում է Պուտինը ու իր թիմը։ Լայնամասշտաբ ճնշում, ամեն օր նոր սանկցիաներ, նոր ապրանքների համար փակվում են ճանապարհները դեպի ռուսական շուկա, Հայաստանի ապրանքների մասին է խոսքը։ Դոնալդ Տրամպը դրա մասին գիտի։ Ու իրանք հասկանում են, որ կարող են ավելի կոշտ քայլեր լինել Հայաստանի դեմ ուղղված։ Ու երրորդ հասցեատերը դա Պուտինն է։ Դոնալդ Տրամպը ասում է Պուտինին. Նիկոլ Փաշինյանը իմ ընկերն է։ Ինքը անձեռնմխելի է։ Դադարու քո ճնշումը Հայաստանի վրա ուղղված։ Ուրեմն այդ ուղերձը տալիս է հնարավորություն Հայաստանին հանգիստ ազատ անցկացնել ընտրությունները, մեր քաղաքացիները ազատ կարող են կողմնորոշվել ու չվախենալ, որ Ռուսաստանը կարող է այլ քայլերի անցնել։ Դոնալդ Տրամպի ուղերձը այդ բաղադրիչը իր մեջ պարունակում է։ Տեսակ ինչ լուրջ զարգացումներ են գնում Հայաստանի շուրջ, դրական զարգացումներ, մենք միայնակ չենք, քանի որ սկսեցինք եւ շարունակում ենք այս աշխատանքը աշխարհի հետ։ Մենք մեկուսացումից քայլ առ քայլ դուրս են գալիս ու դա տալիս է իր արդյունքները։ Ես ավարտեցի իմ ելույթը, միջ նոր հանդիպումներ։